Սարգիս Հատեվոսյան, Հայաստանի սպորտային ձկնորսական ֆեդերացիայի հիմնադիր նախագահ։ Դուք եւս միացել եք այստեղ փոքրիկի որոնողական աշխատանքներին, ինչ փուլում են աշխատանքները։ Աշխատանքները այն փուլում են, որ ներկայապես մի երկու տեղանք կա, որտեղ որ դեռ չի հետազոտվել, չեն կարող ասել ինչա, դրա համար սպասում ենք տեսախցիկ ջրային հատուկ, որ նոր հիմա մեր տղաները ֆեդերացիայի ազնագազմից մարտիկը տրամադրեն, բերում են, որ փորձենք նավակով այս հատվածում ստուգենք, տեսնենք միգուցե երեխան այդտեղ է։ Ինչու հենց այս հատվածը։ Որովհետև նախ ջրի հոսքը տեսնելով, որ ինքը ֆռում է, ինքը կլոր անիվ է ստեղծում եւ քաշող վտար է ինքը, մի կասկածը դա է, որ միայն այդտեղ։ Նախ ինչ տեսնում եք, ինչ աղբ կա վրան, գնդակը փրկարարը ասում է 4 օր է այս գնդակը նույն տեղում է։ Նույն հաջողությամբ, եթե Աստված չանի, երեխան ընկած լինի, պարզավոր չի կարող այդտեղից դուրս գալ։ Իսկ վերևի հատվածում նայել եք։ Վերևի հատվածը չենք նկարահանել Վերևի հատվածը ամբողջովին դրոններով, փրկարարներով, սուզակներով ամբողջովին ստուգվել է միջև այստեղ եւ այստեղից հետո ստուգվել է միջև այն վերջի մոստ կոչված է տարածքը ամբողջովին նայված է։ Այսինքն հիմա դուք եթե տեսախցիկներն են, միայն ջրի տակ նկարահանում եք։ Այո, միայն ջրի տակ նկարահանում ենք իրականացնելու եւ ջրի տակ պարզ տեսնելու ենք, թե ինչա կատարվում։ Նավակներով եք իջնելու։ Անպայման։ Իսկ քանի հոգով եք իրականացնելու այդ Աշխատանքը իրականացվելու է մի 6-ից 7 հոգի ազնագազմահարկավոր, որ պարաններով ամրակապվի նավակը, որ կարողանանք պայենք հանկարծ նավակը չհասնի հոսքի տակ։ Եվ ջրի նման հոսքի պարագայում վտանգավոր չէ։ դե վտանգը կա, բայց դե այս պարագայում վտանգը արդեն դնում ենք մի կողմ։